Այս հաղորդման ընթացքում մենք փորձենք բացահայտել երևանյան այն կերպարներին, որոնք որպես կանոն ստանում են բարձրագույն կրթություն, չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությունով եւ ստիպված աշխատում են որպես մատուցողուհիներ։ Քիչ չեն դեպքերը, երբ մատուցողուհիները օրինակ ձեր պատվիրած կոկտեյլի փոխարեն բերում են օրինակ ուրիշի պատվիրած հորթի խորովածը։ Կամ օրինակ շատ դեպքեր են լինում, երբ մատուցողուհիները ձեզ բերում են հաշիվ, երբ դուք բացում նայում եք, տեսնում եք, որ դա հեչ կապ չունի ձեր պատվիրածի հետ։ Ոչինչ, սիրելի հաճախորդներ, ներողամիտ եղեք, նրանք էլ են մարդ, նրանք էլ իրավունք ունեն սխալվելու, բայց չգիտես ինչու միշտ նրանք սխալվում են ի վնաս հաճախորդի։ Ժամը քանիսն է։ Արդեն 12-ն է։ Գնայդ հաճախորդներին ասա, որ փակվում ենք։ Ես չեմ պատրաստում դրանց պատճառով իմ օրվա աշխատավարձը տամ տաքսում, որ այդքան հասնեմ հոկտեմբերյան։ Լավ, հեսակ ասեմ։ Կներեք։ Ներողություն։ Մի հատ վեր կացեք, հա։ Հոպար ջան, կներեք, բայց մենք փակվում ենք։ Ոնց։ Լուրջ ես ասում։ Ափսոս։ Շատ ափսոս։ Շատ լավ օբեկտներ ես օբեկտը։ Գալիս ենք, հաց ենք ուտում, հանում ենք, ափսոս էլի։ Բայց ոնց եղավ։ Չեկը չխփիկ հարգայինը փակեց։ Չէ, ուղղակի 12-ն է։ Ոնց։ Հիմա դրա համար էլ են փակում։ Արես ինչ է։ Օրը մի հատ օրենք են գործազուրների համար։ Մեկա փակում ենք։ Կներես։ Տղաներ, կներեք, բայց մենք արդեն փակվում ենք, էս էլ ձեր հաշիվը։ Կորիք ջան, ես հաշիվը քեզ բերեմ, մենք փող չունենք, ծավետ տարեմ։ Ոնց փող չունենք։ Տենց, ոնց որ ասում են, դառը ճշմարտությունը ավելի լավն է, քան քաղցր սուտը։ Ոբշեն փող չունենք ուրի ջան դու։ Ինչ եք դուք խոսում։ Հեսա այս ախնանային կկանչեմ, տենամ ոնց փող չունեք։ Կանչի թողնեմ։ Նվեր, Կարեն, մի հատ կգաք։ Ինչ այլ աչուն։ Ինչ պետք է լինի։ Եկել են, կերել են, խմել են, հաշիվ են բերել, չեն ուզում փակեն, ասում են փող չունենք։ Տղեկ ջան, ծերի ցավը տանեմ, իրան մի խփեք էլի։ Խի։ Արա որովհետև այսօր ես եմ պատիվ տալի, ցավը տանեմ։ Արդարության համար պետք է նշեմ, որ մատուցողների գործը շատ դժվար է, չէ՞ որ նրանք են ամեն օր շփվում եւ տեսնում հենց նոր աշխատավարձ ստացած բանվորների, սոված չինովնիկների, հայրենիքը կորցրած դեռահասների եւ այլ կատեգորիայի մարդկանց հետ։
վերջապես։ Ահա, Սիրուն ջան, վերջապես ասանք։ Գիտես չէ, մի քիչ ժամանակ հազիվ գտել եմ, որ մենք կարողանանք իրար հետ անցկացնել։ Ոչ, Մերիկը, Ասիս ջան, դուք եկել եք մեր հոթել։ Ասիս ջան, նա տեսքում արի, հավա։ Երիք ջան, գիտես քեզ ոնց եմ սիրում, Ասիս ջան, պաշտում եմ ուղակի, դու իմ ամենասիրելի երգիչն ես, սաղ պլակատները տունեմ պատերին խփած, սաղ CD-ները տունեմ, սաղ երգերդ լսում եմ են լա լե, սիրած յարս մարալ է, Ասիս ջան, ենքան ենք քեզ սիրում տնով տեղով, սաղը սիրում ենք։ Ասիս ջան, ես դաժե քո պատվին իմ երկու երեխեքի անուններն եմ կնքել, մեկի անունը դրել եմ Էրիկ, մեկի անունը դրել եմ Կարապետյան։ Էրիկ ջան, որ խնդրեմ մի այստեղ Ասիս ջան, եթե բռած չի մի ստորագրի էլի։ Երբեք ստորագրեմ։ Գրի, մտերիմ ընկերոջից, Էրիկից, Հեղուշին, ընտանիքի բոլոր անդամներին համբուրում եմ ու մի հատ sense մեծ ստորագրի Ասիս ջան։ Մտերիմ ընկերոջից։ Մեծ ստորագրի Ասիս ջան, քեզ շատ ենք ես սիրում։ Այ թող անկե ջանս, ում ասեմ Էրիկը ստեղեր, աստղեր չեն հավատա Ասիս ջան։ Մենակ խնդրում եմ ոչ ոքի պետք չի ասել, որ ես ստեղ եմ։ Ես էլ սայլտես։ Այ Ասիս ջան, ես չէի վերցնի Ասիս ջան, շատ լավ է, շնորհակալություն։ Ոչ մեկ չեն իմանա, անհոգ եղեք Ասիս ջան, բա ես հոլ բացվերան աղջիկ չեմ, իհարկե ստեղ դուք չեք եկել։ Ակնուսնել կարող եք թողնել ձեզ։ Հա Ասիս ջան, ես մի քիչ ժենսկի է, ճիշտ ես, ասում սա ինձ ավելի սազեց։ Դե դուք հարմարվեք, լավ մնացեք, Աչիկ ջան, գիտես ինչ լավ աստղա քո ձեռք ընկել, լավ կնայես մեր տղուն։ Շնորհակալություն։ Այս անգամ լավ պրծանք։ Զգացիր չէ, եթե մի քիչ էլ երկար մնար, ինչ ճանապարհելու էր ինքը քո հետ մենակ մնար։ Դրա համար ես առաջարկում եմ դուք ես խելոք բայց, թե չի ես նրան կկանչեմ։ Այ Ասիս ջան, ես չեք անում, մի րոպե ճանապարհ կներեք։ Բայց մենք ոչ մի բան չենք պատվիրել։ Չէ, Ասիս ջան, այս հյուրասիրությունն է, այս մեր կողքի 6-րդ կուպեից են հյուրասիրում ձեզ, իմացան, որ ստեղ եք։ Ձեզ շատ սիրում հարգում են, ասին կբարևեք, Էրիկին ես էլ մեր կողմից իրան, անուշար Ասիս ջան, Էրո ջան, շատ եմ խնդրում, ապեր ջան, մի հատ էլ որ երեխեքի հետ նկարվեիր քրոջս, երեխեքի եկե սպասում են դռան մոտ, շատ լավ կաներ, պուպուշ ջան։ Ասቲ իհարկե կնկարվի Էրիկը, բա իհարկե։ Երեխեք ջան, եկեք նկարվեք։ Ցավոք սրտի ոչ բոլորը կարող են դառնալ մատուցողուի։ Այս գործին անցնելու համար անհրաժեշտ են որոշակի տվյալներ, լեզուների եւ բարբառների իմացություն, բարետես արտաքին եւ ինչը ամենակարևորն է համբերատարություն։ Եթե դուք ունեք այս բոլոր տվյալները եւ չունեք քյարթու եղբայր կամ հայր, կարող եք հանգիստ անցնել գործին։ Եկար աղջի։ Դե մի հատ հորը տմար կոֆե դիրել է։ Պապոտետ քաշի։ Ավես։ Դե մի հատ է բան արա, մի հատ էլ ես մոխրամանը շուտ փոխի։ Մալոչ։ Դե մի հատ է բան արա, մի հատ էլ ընձի սառը ջուր բերել շուտ։
Պապ չեմ ջոկում, հատուկ ես անում սենց։ Չես կարում իրար հետ մի անգամից ասես բերեմ։ Չհասկացա։ Ես քեզ մեծացնեմ սարքեմ 25 տարեկան բարետես աղջիկ ու դու հորդ չուզենաս մի հատ ջուր բերես։ Ուֆ, պապ, էլի սկսեցիր, ավեսը չունեմ։ Ես ինչ տոնով ես խոսում հորդ հետ։ Ձեր ռեստորանում հաճախորդների հետ ես այդ տոնով խոսում։ Չէ, պապ ջան, հաճախորդներից հետ տես չեմ խոսում, որովհետև ես ռեստորանում եմ աշխատում, այնտեղ բարեհամբույր պետք է խոսեմ։ Դե արի պատկերացնեք, որ ես էլ ա ռեստորան, ես եք ու հաճախորդն եմ։ Դե մի հատ աշջան բան արա, մի հատ թռինձի ժարիտարս կարտոշկա բեր, մեկ էլ հաշիվը, դավայ։ Շատ բարի, շուտով ձեր պատվերը կլինի, սիրելի հաճախորդ։ Ես ինչ օբեկտ այս օբեկտ արեցի, բա ռեստորան, հա։ Սե ծանալի կարտոշկա որդ են տալի, որ դուք եք տալի։ Մատուցող։ Այս սա ինքն է։ Չհասկացես ինչ են անում։ Չէ իր ասում ես ռեստորանը։ Կներեք, բայց մեր ռեստորանում սպորտային համազգեստով խստիվ մուտքն արգելվում է։ Մատուցողները իրենց հաճախորդների մասին կարծիք են կազմում ոչ թե հագուկապից, պայելաձևից կամ ինտելեկտից, այլ իրենց թողած թեյավճարի չափից, ժողովրդի լեզվով ասած չայևոյ։ Իմջալուց ես ես ասեմ, որ մատուցողիների հետ պետք է լինել շատ բարեհամբույր, որովհետև ինչ գիտեք, թե ինչ կլինի ձեր պատվիրած խմիչքի կամ ուտեստի հետ խոհանոցից մինչև ձեր սեղան հասնելու ճանապարհին։ Կա կարծիք, որ մատուցողիներից շատերը տառապում են ատամների հետ կապված ինչ-որ անհասկանալի հիվանդությամբ, որովհետև մեծամասնությամբ հենց այն մարդիկ են խուսափում ժպտալուց, ում ատամները փչացած են։ Ապա ես չեմ կարող։ Ապա երական չի օբական չէ, ես եմ այսօր փակում, հետո տենց է որոշված ու էլ չենք գնալ։ Ապա փողը պայաս է։ Ապա լես փողը Ապա ես քեզ ասում եմ մի հատ լեսի պահի ու հանգստացի, որովհետև ապա ես եմ փակելու այսօր։ Վայ, ես գարի վրա ես ասում եմ ես եմ փակում, մի էլ ստի բանը ասա, ապա դու ես անում։ Ինչ է։ Անիմաստ վիճում եք, այդ 200 դրամը ես կփակեմ, գնացեք։ Մերսի քորիկ ջան, մերսի։ Ապա բայց էսի վերջի անգամ է լինել։ Ապա դրանից հետո որ մենք իրար հանգարց մի հատ պես գնացինք, ես ոչ մի տեղ չեմ գա։ Ես եմ փակելու։ Զզվել եմ արդեն, էսի գործ չի, ոչ նորմալ աշխատավարձ են տալիս, ոչ նորմալ չայվոյներ, մի բան էլ հլը ես եմ թողում իրանց տեղը փող։ Նա վերիկա բողոք է, սաբելավեն 4-րդ սեղանից դաչին տարտի։ Այդ այս 1000 դրամի տեղը կոպեկ տուր, հա։ Ինչի։ Որ գոնե չայվոյ թողեն։ Արե բա դու ինչ յաման ես արա։ Ան։ Ոնց որ հարուստ կլենտ է եկել, կպել է այսօր։ Գնա, կպել է։ Բարև ձեզ։ Մենյու կուզեք բերեմ։ Աշոն ջան, մենյու պետք չի։ Հիմա դու ինձ ասում ես ձեր ռեստորանի ամենաթանկ բլուտը որն է։ Ունենք թանկ բլուտ, արժեքը 470,000 դրամ է։ Դու ինձ անունը ասա։ Սպիտակ տրյուֆել։ Սպիտակ տրյուֆել։ Խնդրում եմ էդի գրի մոտդ։ Գրեմ, հա։ Գրի։ Սպիտակ տրյուֆել։ Սպիտակ տրյուֆել։ Ահա։ Ուրիշ։ Հիմա դու ինձ ասա ձեր ռեստորանի ամենաթանկ խմիչքը որն է։
Ունենք շոտլանդական վիսկի, 45 տարվա հնեցման, 50 գրամն արժե 300,000 դրամ։ Էդ էլ գրի մոտդ։ Գրի, անունը ինչ էր։ Անունը Մակալան։ Էդ մալականն է գրի։ Ահա։ Գրեցիր։ Այո։ Հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում Աչոն ջան։ Ինչ ուզում ալնի։ Ոնց ուզում եմ խնդրեմ։ Ընկնեմ դաժե չոքերդ քեզ աղաչեմ։ Ինչով ուզում ա ուգրաժատ անեմ։ Դաժե եթե դանակս դնեմ վզիտ, հանկարծ այդ մոտիդ գրած երկուսից չբերես ինձ։ Հատկապես այդ մալականից, հասկացանք իրար, իսկ հիմա ինչ 4 շիշ ամենաէժանանոց ձեր արաղներից ես բերում, մի հատ է թթու վարում։ Դաշին հանգած կոպեկներով կբերես անչի։ Արևմուտքում ցանկացած իրեն հարգող ռեստորան, սրճարան կամ բար աշխատանքի ընդունում միայն մասնագիտական կրթություն ստացած մատուցողների։ Ցավոք սրտի մենք այդ ճոխությունից զուրկ ենք, եւ հենց այդ պատճառով ես հիմա դիմում եմ բոլոր սկսնակ մատուցողներին։ Մնացեք էկրանների առջև եւ հետեւեք պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդներին։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր ես կփորձեմ օգնել այն երիտասարդ աղջիկներին, ովքեր որոշել են աշխատել որպես մատուցող։ Սիրելի քիմիկներ, գեոդեզիստներ, կաթի տեխնիկ տեխնոլոգներ եւ մեխանիկներ։ Մտնելով ձեր անհեռանկարային դրության մեջ, առաջարկում եմ առանց վարանելու աշխատանքի անցնել մոտակա սրճարանում կամ ռեստորանում։ Իսկ այդ գործում մասնագիտանալու համար շատ կարևոր է իմանալ մի քանի նախապայման։ Աշխատանքային փորձում եք։ Հա, հանվեմ։ Այս նախորդ շեֆս հավեր 5 տարի գողություն արեցի չջոգեց։ Հորս արևես ինչ կայֆարիկ դեմք ես։ Ազիզ մի հատ ասային քլողանում այլի։ Ոնց գործի վաղ չի կարելի խմել։ Ես կանեմ այնպես, որ հաճախորդը սպասարկումից գող մնա։ Եթե ձեզ հաջողվեց ընդունվել աշխատանքի եւ դուք չեք ուզում կորցնել այն առաջին իսկ օրը, ապա շատ կարեւոր է կարողանալ ճիշտ սպասարկել հաճախորդին։ Ինչ կուզեք։ Ազիզ մի հատ է սիգարետը սպահելի։ Քաղցր կոֆենումներ։ Կներեք, որ ուշ բերեցի, պրոստը փորս լավ չէր, մտազուգարան նոր եկա։ Աղ կբերեք։ Վայ, Ազիզ, աղը վերջացա, որ խնդրեմ մի հատ կթռնես ես դեմի բուտկից առնես գաս։ Բարի ախորժակ։ Ահա եւ մոտեցավ ձեր աշխատանքի ամենապատասխանատու պահը, երբ հաճախորդը պետք է վճարի իր պատվերի դիմաց։ Քանի որ հաճախորդները հիմնականում հաշիվն ուզում են յուրահատուկ ժեստով, դուք պետք է կռահեք այդ ժեստի նշանակությունը։ Քառակուսի։ Քարփինչ։ Չասես, լեզվից ծերին է, սա մի րոպե ոնց էր։ Սրա հետ ես։ Պատուհան։ Յան ինչ ես ասում, չես կարում նորմալ ցույց տաս։ Հաշիվը։ Ջան, տեսար ոնց իմացա։ Մի ես եմ ցույց տալիս։ Խնդրեմ, ձեր հաշիվը։ Սիրելի աղջիկներ, եթե դուք հետևեք իմ անփոխարինելի խորհուրդներին, ապա մատուցող դառնալու ձեր երազանքը իրականություն կդառնա։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ձեր լուսավոր ապագայի մի կայծը պատկանում է պրոֆեսոր Գևորգյանին։
չմոռանաքից։ Այսօրվա համար այսքանը եւս մեկ կերպար դասվեց մեր կողմից բացահայտված կերպարների շարքին։ Հաջողություն։